Լոս Անջելեսի հայկական համայնքն առաջիկա տարիների ընթացքում հնարավորություն կունենա ընտրելու հայերեն քվեաթերթիկներով։ Նախագիծը պետք է իրականացվի մինչև 2015 թվականը։ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունները վստահ են, որ այս կերպ կավելանա նաև ընտրություններին մասնակցող հայերի թիվը։ Տարբեր ուսումնասիրությունների համաձայն Լոս Անջելեսում հայերենը երրորդ ամենատարածված լեզուն է անգլերենից եւ իսպաներենից հետո։ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի վերջին որոշման համաձայն քաղաքապետի ընտրությունների ժամանակ հայերենը, ռուսերենը եւ պարսկերենը ներառվելու են որպես պաշտոնական լեզուներ։ Քաղաքային խորհրդի ներկայացուցիչները վերջին ընտրությունների ժամանակ պարզել են, որ հայախոս քաղաքացիների շնորհիվ կարելի է 2000-ով ավելացնել ընտրողների թիվը։ Սպասվում է, որ հայերենով քվեաթերթիկները կկիրառվեն Լոս Անջելեսում արդեն հաջորդ տարվանից։ Լոս Անջելես քաղաքը այսպիսի քայլ վերցնելով ոչ միայն նշում է եւ գնահատում է, որ հայ քվեարկողներ կան, բայց նաեւ այս քայլը, որ վերցրեցին խորհրդի կողմից, որ Փոլ Գրիգորյանը անդամ է Los Angeles Council-ի ինքը առաջ բերեց, նշանակում է, որ իրենք պատրաստ են, որ հայերին ընդունեն իբրև մասնակցող խումբ քաղաքի քաղաքականության մեջ։ Իդեպ Կալիֆոռնիայի մեկ այլ քաղաքում Գլենդելում մի քանի տարի է հայերը ընտրում են հայերենով։ Գլենդելի քաղաքապետարանի քարտուղար Արտաշես Խասախյանի խոսքերով, այս կերպ բոլոր նրանք, ում առաջին լեզուն հայերենն է, հնարավորություն ունեն ավելի լավ հասկանալ ընտրական օրենսգիրքն ու ընթացակարգերը։ Իդեպ Գլենդելում հայերենով քվեաթերթիկները փոխել են հայերի մասնակցության ցուցանիշները։ Առաջ երբ ունեինք Գլենդելի մոտավորապես 60,000 բնակիչ, 1000-ից շատ ավելի պակասն էին մասնակցում ընտրություններին, մոտավորապես, այսինքն նայած տվյալներին հետևենք, 700 մոտավորապես քվեարկող ընդամենը քաղաքային ընտրությունների մեջ, երբ ընդհանրապես քվեարկողները 25,000-ից ավել են։ Գլենդելի ընտրությունների մեջ, երբ սկսեցինք թարգմանություններ անել հայերեն լեզվով, այդ թիվը ցածկեց, հսկա փոփոխություն ազդեց եւ այժմ վերջին ընտրությունների ժամանակ, երբ ունեցանք 25,000 քվեարկող, 11,000 առնվազն մինիմում 11,000 հայ քվեարկող կար այդ ընտրությունների մեջ։ Գլենդել քաղաքում քվեարկողների 40%-ը հայեր են։ Արտաշես Խասախյանի համոզմամբ Լոս Անջելեսում հայերենով քվեաթերթիկների ներդրումը եւս դրական կանդրադառնա հայերի մասնակցության ակտիվության վրա։ Ընդհանրապես, ինչքան շատ մասնակցություն լինի, այնքան ավելի քվեարկողները ունեն անձեր, որից կարող են որոշեն, թե ով է ամենալավ իրենց ներկայացում, իրենց կարծիքները կամ իրենց հարցերը։ Նյու Յորքից հետո երկրորդ ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքում Լոս Անջելեսում վերջին տարիների ընթացքում հայերը քաղաքական մեծ ակտիվություն են դրսևորում։ 911 զանգահարելուց մինչև վարորդական քննություններ հայերը իրենց մայրենի լեզվով արտահայտվելու հնարավորություն ունեն, իսկ պետական մի շարք կարևոր հաստատություններում անգլերենից հետո երկրորդ ամենատարածված աշխատանքային